Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ անդրադառնում ենք գործարար ոլորտում, ստարտափ ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների եւ նորությունների հետ։ Այսօրվա իմ հյուրերին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Ռաֆայել Ղազապյան, ողջույն Ռաֆայել։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնեմ, որ Ռաֆայելը հանդիսանում է Թակթուն ընկերության համահիմնադիր տնօրենը, ինչով է զբաղվում ընկերությունը եւ ինչ հիմնական գործունեություն ունի, դրա մասին հաղորդման ընթացքում կանդրադառնանք եւ Հայկը Մնացականյան, ողջույն Հայկ, ով հանդիսանում է Airblocks ընկերության համահիմնադիր տնօրենը։ Շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում այսպես հյուրընկալելու, նաև առաջիկա հետաքրքիր զրույցի համար մեր ռադիոլսողներին, ռադիոդիտողներին նախապես տեղեկացնենք, որ զրույցը լինելու է ստարտափերի, ձեր ընկերությունների, ներդրումների մասին, որպեսզի այն անհատները, ովքեր որ հետաքրքրված են թեմայով, անպայման մինչև վերջ լսեն մեր հաղորդումը։ Սկսենք ձեզանից, Ռաֆայել, մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք, այնուհետև Թակթուն ընկերության մասին, ինչպես է գաղափարը ստեղծվել, որից հետո կանցնենք Հայկին։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Թակթուն ընկերությունը 2.5 տարի է ինչ գոյություն ունի ու ակտիվ գործունեություն է ծավալում։ Իսկ իմ կրթությամբ ինժեներ եմ, ավարտել եմ Պոլիտեխնիկի համալսարանը, մագիստրատուրան էլ նույն համալսարանում։ Հետագայում մոտավորապես 7-8 տարի աշխատել եմ մեծ միջազգային կազմակերպություններում եւ 2012 թվականից ստեղծվել է Rafa Solutions կազմակերպությունը, որը 11 տարի գործունեություն է ծավալել ու տարբեր ծառայություններ է մատուցել ամբողջ աշխարհում, կարելի ասել բոլոր մայրցամաքներում պատվիրատուներ ենք ունեցել, բացի Անտարկտիդայից, եւ 2022 թվականի վերջին դեկտեմբերին ստեղծվել է Թակթունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որը ասում են spin-off, այսինքն ծնվել է Rafa Solutions-ի հենքի վրա, հաշվի առնելով նախնական փորձը մեր տարբեր ճամփորդությունների, տարբեր գործարանների հետ աշխատելու, տեսել ենք այն խնդիրները, որոնք որ Թակթուն պլատֆորման, տեխնոլոգիան կարող է լուծել եւ արդյունքում այդ միտքն է առաջացել, որ առանձին ստարտափ մեր արդեն product կազմակերպություն ստեղծել ու փորձել այդ խնդիրները լուծել։ Շատ լավ, քանի որ մեր ռադիոլսողներից, ռադիոդիտողներից շատերը վստահաբար ընկերության մասին միգուցե ծառայությունից օգտվել են, բայց ձեզ չեն ճանաչում կամ ընկերությանը, շատ կարճ կներկայացնեք ինքը ինչ խնդիր է լուծում։ Մեր պատվիրատուները տարբեր սարքավորումներ ստեղծողներ են ու երևի բոլորս էլ արդեն տեղյակ ենք, զգում ենք, որ բոլոր սարքավորումները դառնում են ինքնավար, ավելի ռոբոտանման, հա, եւ հնարավորություն են ստանում կարողանալ մեծ խնդիրներ լուծել արդյունաբերական ոլորտներում, գյուղատնտեսություն, շինարարական ոլորտներ։ Մեր Թակթունի ստեղծած product-ը դա կարելի ասել ուղեղ է, որ տեղադրվում է այդ ամեն սարքի մեջ եւ ծրագրային միջավայր է, որ հնարավորություն է տալիս այդ գործարաններին, որոնք ստեղծում են այդ սարքերը, կարողանան իրենց վերջնական ծրագիրը, որ պիտի վաճառեն, առանց որևէ կոդ գրելու, ինչ որ ծրագրում գիտելիք ունենալու, դա ստեղծեն եւ վաճառեն։ Հրաշալի է, որը որ ստեղծվել է Հայաստանում, որի ինքը գտնվում է Հայաստանում։ Շատ լավ, Հայկ, դուք մի փոքր ներկայանաք ու նաև Airblocks ընկերության մասին մի փոքր ներկայացնեք։ Շնորհակալ եմ։ Ես ուրեմն ավարտել եմ ֆրանսիական համալսարանը, մարքեթինգի ֆակուլտետը, որից հետո անմիջապես ներգրավել եմ ձեռնարկատիրության մեջ, հաշվի առնելով, որ իմ Ֆրանսիայի գործընկերոջ հետ մենք ստեղծեցինք առաջին մեր ստարտափ ինկուբատորը, որը հնարավորություն տվեց շատ ավելի մոտիկից ծանոթանալ ընդհանուր էկոհամակարգի հետ, շատ ավելի խորանալ տեխնոլոգիաների մեջ եւ հասկանալ ոնց են իրենք կարողանում պատասխանել մեր արկաշուկական խնդիրներին, կիրառելով նորարարություն եւ դրանից հետո, այսինքն ավելի շուտ ինկուբատորի մեր աշխատանքի շրջանակներում մենք մեզ հաջողվեց հանդիպել ինտերնետի պապիկի հետ, Լուի Պուզան, որ ֆրանսիացի ինժեներ է, 60-ականներին աշխատել է առաջի ինտերնետային պրոտոկոլների կոնցեպտների վրա, որը հետո 70-ականներին տարել է դեպի մեր ներկա ինտերնետը, որը մինչև հիմա օգտագործում ենք այդ ճարտարագիտությունը եւ այդ ամբողջ կոնցեպտը։ Լուի Պուզանի հետ հանդիպելու ժամանակ ես իրան պատմում էի ստարտափների մասին, թե ինչ տեսակի տեխնոլոգիաների հետ են գործ ունենում, IoT, blockchain, AI, ու ինքը ուշադիր լսելուց հետո ասաց, որ այդ ամեն ինչը շատ տպավորիչ է, միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ բոլորդ բացիկ տոնում գլխավոր խնդիրը։ Ու ես արմացած հարցրեցի, որն է գլխավոր խնդիրը, ինքը ասաց, որ ցանցերը երբևիցե չեն ստեղծվել, որպեսզի ապահովեն համապատասխան անվտանգությունը, արագությունը եւ արդյունավետությունը, որը կարող է կառավարել
նման ծավալները հոսքերը data-ի եւ որը կարող է ուղղորդել նորարարությանը։ Դա մեզ տարավ դեպի հետազոտական ծրագրի, ես որոշիմ ինժեներ գործընկերների հետ որոշեցինք պարզապես lab ստեղծել, որը կուսումնասիրեր ապագա ցանցային մոդելներ։ Եվ դրա արդյունքում մենք 21 թվականին ստեղծեցինք Airblocks կազմակերպությունը մեր սեփական տեխնոլոգիայով։ Շատ կարևոր է, նաև այստեղ ուզում եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար այն արմատացած միտքը նշել, որ յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր կապ կարող է իրապես շատ մեծ բան փոխել ու նաև նոր գաղափարի, նոր ծրագրի հիմք դնել, որը որ կարևոր է, բայց նաև այստեղ մեկ կարևոր բան կա, քանի որ շատ ստարտափերների հետ ենք առիթ ունեցել հանդիպելու, միշտ կարևոր է հնարավորությունը տեսնելը, քանի որ բոլորի դեպքում չէ, հա, մենք միշտ ասում ենք գործարար, արարող, միշտ չէ, որ այդ հնարավորությունը տեսնում են, այսինքն շատ դեպքում կարող ես դու հանդիպել այդ մարդու հետ, լսել, ուղղակի անցնել ու չտեսնել հետագայում ինչ կարող եք անել կամ ինչ նոր ծրագրի կամ նախագծի կարելի է կյանքի կոչել։ Հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել, Հայկ, էլի ձեզանից սկսենք, վստահաբար կարող ենք ասել, որ ստարտափի դեպքում շատ խնդիրներ ու մարտահրավերներ են լինում։ Բացի այն, որ հնարավորությունների լայն շուկա է, դուք խնդիրներից էլ չեք կարող խուսափել։ Ձեր ոլորտում կամ ձեր պրոյեկտի դեպքում որոնք են եղել այդ հնարավորություններն ու մարտահրավերները։ Հնարավորությունը արդեն պապիկի հետ հանդիպելն է, այս մեկը նշեցինք։ Այո, հնարավորությունը պապիկի հետ հանդիպելն էր։ Մարտահրավերը ամենամեծը սկսել է նրանից, որ այն ինչ մենք առաջարկում ենք շուկայում, ինքը ոչ միայն նորարար է, ինքը նաև ամբողջությամբ կոտրում է այն կոնցեպտը եւ ստանդարտը, որ գոյություն ունի 60 տարի, այն ինչ որ կոչում ենք TCP/IP մոդելը։ Միևնույն ժամանակ մենք չենք փոխարինում ներկա ինտերնետ պրոտոկոլները, մենք իրանց լրացնում ենք ավելի նորարար մոտեցմամբ։ Բայց հաշվի առնելով, որ մենք գծել ենք նոր ճարտարագիտություն ցանցային, այդ նոր կոնցեպտը կիրառել շուկայում, որտեղ 60 տարի օգտագործվում է մի ստանդարտ, շատ մեծ մարտահրավեր է մեզ համար եղել, որտեղ պետք էր առաջի հերթին կարողանալ ավելի մեծ դերակատարներին շուկայում համոզել, որ այն ինչ որ մենք անում ենք, իսկապես հնարավորություն է տալիս շատ ավելի անվտանգ ու շատ ավելի արդյունավետ դատա կենտրոններ ապահովել այն ժամանակ, երբ որ դատա կենտրոնների կարիքը ուղղակի շատ արագ տեմպերով աճում է, հաշվի առնելով արհեստական բանականության եւ այլ նորարար տեխնոլոգիաների աճը։ Այնպես որ ամենամեծ մարտահրավերը մեզ համար եղավ քարոզել մեր տեխնոլոգիան իր կարիքը եւ իր կիրառությունը, որը մեզից պահանջել է երկու քայլ։ Մեկ շատ արագ կարողանալ վստահություն ձեռք բերել մեծ կազմակերպություններից, հատկապես Ֆրանսիայում, քանի որ մենք ֆրանսիա-հայկական կազմակերպություն ենք, եւ երկու շատ արագ ցույց տալ իր առավելությունը եւ իր կիրառման հեշտությունը, որպեսզի շատ ռադիկալ փոփոխություններ չներկայացնի իրենց։ Այնպես որ մեր շուկայում ամենամեծ խնդիրը դա 60 տարվա ստանդարտի դեմ պայքարելն է եղել։ Շնորհակալություն շատ։ Ռաֆայել, դուք ինչ կարող եք ասել Թաքթուն ընկերության մասով։ Ինչ խնդիրների եք բախվել կամ միգուցե դեռ մինչև այս պահն ունեք այդ խնդիրները։ Այն ինչ որ Թաքթունը ստեղծում է ու զարգացնելու է, ինքը իրենից ներկայացնում է ոչ շատ սպասելի, այսինքն ավելի ստանդարտ կամ հին կազմակերպությունների համար թվում է թե հրաշք։ Այսինքն իրենք առաջին հերթին չեն հավատում, որ դա հնարավոր է։ Եվ նույնիսկ երբ տեսնում են, որ դա հնարավոր է, այսինքն ինչ որ դեմոնստրացիայի արդյունքում, դժվար է իրենց եղած կարծրատիպերը հաղթահարել ու փոփոխության գնալ։ Մի երկու բառով կուզենամ այդ բացատրեմ, այդ ինչն է այտենց հրաշք է, որ թույլ է տալիս նման կարծիք ունենալ։ Երևի շատերս արդեն տեսնում ենք մեր առօրյայում, ինչպես է արհեստական բանականությունը փոխում ամեն ինչ, հա, ու նույնիսկ ծրագրավորման ոլորտում ծրագրավորողները, ասենք Անդրեյ Կարպատին, որը AI-ի սկզբնաղբյուրներում գտնվող ինժեներներից մեկն է, հենց 2-3 տարի առաջ էր դեռ ասում, անգլերեն լեզուն դառնում է ծրագրավորման լեզու, այսինքն մարդը կարողանում է ուղղակի խոսելով ստեղծել ծրագրավորել։ Այն ինչ որ մենք ենք անում, արդյունքում հնարավորություն է տալիս կարելի ասել անգլերեն լեզուն դարձնել ոչ թե ուղղակի ծրագիր ստեղծելու կոդ, ոնց որ մոտեցում, այլ սարքեր ստեղծելու։ Այսինքն մարդիկ կարողանալու են այնքան པարզ ձևով, ինչպես ուղղակի խոսելն է, կամ նկարագրել խնդիրները, ստեղծել սարքավորումներ։ Ու սա երևի հիմա շատերին մեր ռադիոլսողներին ունկնդիրներին թվում է թե անհնար բան է կամ շատ հեռու ապագայում է դա սպասվում։ Արդյունքում ավելի կոնկրետ եթե ասենք ինչ ենք դեմոնստրացիա անում, պատկերացրեք 3-ից 6 ամսվա աշխատանքը, որը
ասենք 55-70 տարվա կազմակերպություն, ինչ որ process-ներով 3-ից 6 ամիս է տևում, որ իրենք ինչ որ յուրօրինակ custom բառն եմ ուզում ասել, այսինքն սպეციფիկ սարքավորում են ստեղծում, օրինակ Tesla-ի կամ General Motors-ի պատվերով այդ 3-ից 6 ամիսը թաքթունի տեխնոլոգիայի շնորհիվ կարողանում են կրճատել 1-2 օրվա։ Եվ երբ որ ես դա սկզբում այսպես ասում եմ, դա անհնար է։ Եվ դա միայն ցույց տալուց հետո դառնում է հնարավոր։ Վերադառնալ դժվարություններին, միևնույն է, հրաշքը բավարար չի, որ մարդիկ իրենց կարծրատիպերը մի կողմ դնեն, ու կարծում եմ մարտահրավերներից մեկը այն է, որ կարողանանք այդպիսի հին կազմակերպություններին ցույց տալ, որ ապագան, եթե իրենք չփոխվեն, իրենք կվերանան։ Այո, պետք է հոսանքի համապատասխան շարժվել առաջ։ Միևնույն է տեխնոլոգիան զարգանում է, դու պետք է այո, ու իրենք պետք է հետևից հասնեն, ու դա բավական դժվար է եւ արագ փոխանցելը այնպես չի, որ հեշտ է ստացվում, այսինքն 1-2 օրվա ընթացքում, որտեղ պետք է մեծ ինֆրաստրուկտուրա ենթակառուցվածքների փոփոխություններ անեն իրենց կազմակերպություններում։ Հրաշալի։ Շատ լավ, ուզում եմ սահուն կարևոր մյուս հարցին անցնենք, հատկապես Հայաստանում ֆինանսական ոլորտում վերջին տարիներին շատ խոսում ենք ու հիմնական գործարար միջավայրում, բայց նաև սովորական միջավայրում է արդեն տարածված ներդրումների մասին։ Ես ինքը շատ ուրախանում եմ, որ բացի այն, որ Հայաստանում ստարտափ միջավայրը, ստարտափ էկոհամակարգը զարգանում է, այսինքն տարբեր ընկերության ներկայացուցիչներ, տարբեր անհատներ, տարբեր ստարտափերներ են հիմնում, մենք անհատներս եւս կարողանում ենք մասնակից լինել այդ ստարտափի զարգացմանը աճին, որովհետև միջազգային պրակտիկայում դա շատ տարածված է, նաև ֆինանսական գրագիտության մեջ կա այն կտորը, որ եթե դու ունես ազատ դրամական միջոցներ, դրանք տնօրինելու լավագույն տարբերակը դա միայն ավանդը չէ կամ պապենական ժամանակահատվածից եկած միջոցները, հա, խնամի ծանոթ բարեկամին տալ եւ այլն, ավելի գրագետ, ավելի հետաքրքիր ուղղություններ կան, որոնցից մեկը դա ստարտափերում ներդրումներ անելն է։ Մենք ուրախությամբ մեր տաղավարում ժամանակին հյուրընկալել ենք Equify ընկերության հիմնադիրին Սամսոնին Ավետյան հարթակ, որտեղ որ ներկայացված են հայկական ստարտափերը եւ յուրաքանչյուր անհատ կարող է այդտեղ ներդրում անել։ Ինչ ասել է ներդրում անել, գնել տվյալ ընկերության բաժնետոմսերը եւ բացի այն, որ ունենաս եկամտի աղբյուր, մյուս կարևոր բանը նպաստեց հայկական ստարտափի աճի զարգացմանը։ Եվ Թաքթունի դեպքում եւ Airblox-ի դեպքում դուք ցուցակված եք Equify-ում, եթե ճիշտ եմ ներկայացնում։ Հայկ մի փոքր ներկայացնեք այդ ճանապարհը ու նաև մենք ինչպես, հա, այսպես սովորական մահկանացուներս ինչպես կարող ենք ներդրումներ անել այս ոլորտում, որից հետո կլսենք Ռաֆայելի։ Առաջին ֆինանսական կողմը մի կողմ դնելով, առաջին շեշտը կդնեմ ներդրումների պարագայում, որ մանավանդ ստարտափների մեջ ներդրում կատարելը դա ռիսկային է, բնականաբար։ Ու դա, ոնց ասեմ, համաշխարհային մասշտաբով ցուցանիշները ցույց են տալիս, որ շատ մեծ ռիսկ է։ Դրա համար ամերիկացիք սիրում են ասել venture capital։ Կասեի, որ քանի որ ռիսկը բարձր է, դուք ներդրում եք առաջին կատարում մարդկանց մեջ ու դուք մասնակցում եք ոչ թե որպես ձեր մասնակցությունը ոչ միայն արտահայտվում է ֆինանսապես, բայց առաջին արտահայտվում է ձեր անձնական մասնակցությամբ։ Ես բոլոր մեր ինվեստորների հետ, ում հետ աշխատում եմ ամեն ամիս եւ աշխատում եմ անմիջապես։ Այսինքն այդ ներդրումները մեզ ծառայում են նրա համար, որ մենք կարողանանք ոչ միայն ռեսուրսներ ձեռք բերենք, այլ առաջին էքսպերտիզա եւ գործընկերների, ովքեր մեզ ուղղորդում են դեպի շուկա, ովքեր մեզ տրամադրում են համապատասխան ճանապարհը։ Այնպես որ այդ առաջի հերթին, որտեղ ես դա համարում եմ ամենակարևորը, որովհետև համագործակցությունը հարաբերություն եւ այդ ամբողջ հարաբերության վրա է, որ ներդրումը կարող է իսկականից իրան արդարացնել, որովհետև միասին աշխատանքը տարվում այն բայից, երբ որ այդ համագործակցությունը հաստատվում է։ Մնացած առումներով տեսնում ենք, որ Հայաստանում առավել եւս այս վերջի տարիներին ներդրումային դաշտը դարձել է շատ դրական ու դարձել է շատ արագ աճում է։ Շատ խոսում են նաև դրա մասին, այսինքն նաև մենք գիտելիքի բացն ենք փորձում դրացնել։ Այո, ու մեր որոշ ստարտափների հաջողությունը միջազգային մասշտաբով ցույց տվեց, ոչ միայն ցույց տվեց, այլ հնարավորություն տվեց վստահությունը բարձրացնել։ Ու ես կարծում եմ ուղղություն տվեց, որպեսզի ավելի մեծ մասնակցությամբ, ավելի մեծ քանակով ներդրումներ կատարվեն, ինչքան դրսից, այդքան ներսից։
Վերջի տարիներին տեսանք Podcast.ai, տեսանք EasyDmark, ովքեր մեծ ներդրումներ հավաքեցին ու նորից դա միայն եւ միայն խթանում է ընդհանուր ներդրումային դաշտը Հայաստանում։ Այնպես որ ես կարծում եմ, որ հիմա է ժամանակը մասնակցել եւ խթանել հայկական ստարտափ էկոհամակարգը, որտեղ նաեւ ստարտափ էկոհամակարգը բավականին մեծ ճանապարհով անցավ, հասունացավ եւ տեսնում ենք, թե ինչ որակի ստարտափներ են հիմա առաջանում հայկական շուկայում եւ ինչ մակարդակի իրան կարողանում են մրցակցել միջազգային շուկայով։ Շատ լավ։ Ռաֆայել, դուք ինչ կավելացնեք ներդրումների մասով։ Նաեւ ինչպես եք ցուցակվել Equify-ում, ոնց է համագործակցությունը կայացել։ Շատ լավ։ Իրականում Թաքթուն ես Equify-ի մասին այնպես չի որ շատ վաղուց եմ իմացել ու երբեք չեմ դիտարկել Հայաստանում այնել նման հնարավորությամբ, որ շատերը, այսինքն ձեր ասած սովորական մարդիկ կարողանան ներդրում անել, որտեղ դրա հնարավորությունը դեռևս երբեք չի եղել ու եթե դա չլիներ Հայաստանը, դա չլիներ մեր համակարգացին տալու հնարավորությունը, իրականում դժվար նման պլատֆորմայի դիմեինք, ինչու եմ այսպես ասում, որովհետև շատերը, այսինքն մարդիկ, ովքեր որ պրոֆեսիոնալ ներդրողներ չեն, իրենք չունեն այն պատկերացումը ու գիտակցությունը, թե ինչ նաև հնարավորություն կա այստեղ, ոչ թե ռիսկերի մասն եմ ուզում շատ խոսել, ինչպես Հայկը նշեց, չնայած լրիվ համաձայն եմ դրա հետ, ավելի շատ հնարավորությունների։ Եթե նայենք Միացյալ Նահանգներում ինչքան տարբեր ոլորտների մարդիկ դառնալով հրեշտակային ներդրողներ, նույնիսկ անձնապես ուղղակի ներդրում անելով այնքան փոքր գումար, ինչպես ասենք $1,000 կամ $5,000, դա բազմապատկել են հազարավոր անգամներ, 2000, 3000 անգամ, որը Հայաստանի էկոհամակարգում, Հայաստանի բիզնեսմենի մտածելակերպում դա ուղղակի անհնար բան է։ Իսկ մարդիկ շինարարության մեջ են ներդրում անում, ասենք եթե 2-3 անգամ անշարժ գույքի կամ նույն ասենք շենք են կառուցում, հետո այդ շենքը բավական մեծ եկամտաբերությամբ բիզնես է համարվում, բայց անհամեմատելի է այն օգուտը եւ այն եկամտաբերությունը, որ կարող է բերել ստարտափի մեջ ներդրումը։ Այսինքն ռիսկը իր հերթին, բայց դա առաջին հերթին ապագայի մեջ ներդրում է, որը երկարաժամկետ է, այսինքն 1-2 տարուց այդ գումարը չի վերադառնում, բայց հնարավորություն է տալիս օրինակ մեր տեսակ, եթե Թաքթունի առումով ասեմ, Թաքթունի valuation, գնահատումը, կազմակերպության գինը համոզված է, որ առաջիկա ոչ նյութական արժեքը, եթե այսպես ձևակերպենք։ Նույնիսկ բիզնես շրջանառությունն էլ, այսինքն նյութական տեսանկյունից էլ շատ մեծ է լինելու, որտեղ եթե մենք պատկերացնենք միլիարդավոր ռոբոտներ են լինելու մեր շուրջը, այդ բոլորի մեջ լինելու է Թաքթուն։ Դուք պատկերացրեք դա ինչ, ես դա վստահությամբ եմ ասում, որտեղ այսօրվա դրությամբ այն տեխնոլոգիան, որ մենք ստեղծել ենք եւ շարունակում ենք ստեղծել, ինքը ուղղակի մի քանի տարի առաջ է իր հետ համեմատած նաեւ պատենտների տեսանկյունից մենք պաշտպանում ենք, որ հեշտ չլինի կրկնօրինակել։ Այսինքն ներդրողները պիտի տեսնեն, որ սա ահռելի հնարավորություն է։ Հնարավորություն է ոչ թե միայն նրա համար, որ սա հայկական ստարտափ է, տենց ինչ որ կոպիտ ասած լավություն են անում, այլ նաև հնարավորություն են ստեղծում իրենց հետագա ապագան ապահովել, որը երկարաժամկետ է, ռիսկային է, բայց շատ մեծ է։ Այդ կուզենայի այդ մասը նշեի, որ սկսնակ կազմակերպության ներդրումը ոչ միայն ռիսկային է, այլ նաև մեծ եկամտաբերություն ունեցող։ Շատ լավ, Հայկ, հաջորդ հարցը ձեզ եմ ուզում տալ։ Իրականում շատ ճիշտ նշեցիք մասնագիտացված համայնքներում կամ մի փոքր ավելի իրազեկված անհատների կողմից հեշտ է ներդրումներ անել։ Շատերը օրինակ խոսում են ամերիկյան, եվրոպական տարբեր հայտնի ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերելու մասին, կլինի Apple, կլինի Mercedes կամ այլ ընկերություններ, հա։ Բայց եթե հետ վերադառնանք հայկական իրականություն, այնուամենայնիվ մենք գիտելիքի պակաս ունենք, որովհետև որքան էլ որ մենք ասենք գիտեք, շատ հետաքրքիր է, գայթակղիչ է, երկարաժամկետ է, ապագան սրանում է, մենք ունենք վախեր։ Նույնիսկ երիտասարդ սերնդի դեպքում այդքան չեմ ասի, այլ ավելի տարեցների, որտեղ իրենք այնուամենայնիվ խորհրդային միություն են ապրել, որտեղ որ մի օր զարթնել են ու հասկացել են, որ այլևս ոչինչ չունեն։ Այսինքն այդ վախերն էլ հաղթահարել ու ասել դուք հիմա եկեք ինչ որ ոչ շոշափելի բանի մեջ ներդրում արեք, մի քիչ բարդ է աշխատանքը, հա, այսինքն շատ ճանապարհ պետք է անցնել։ Ինչ է պետք անել, այսինքն ես որպես օրինակ ներդրող ու իսկապես ներդրող էլի, քանի որ ինքս էլ շատ հետաքրքրված եմ,
ներդրումներ անելով։ Ինձ ինչա պետք է, այսինքն որտեղից սկսել, ինչ գիտելիքներ ձեռք բերել կամ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ վստահաբար մարդիկ կլինեն, կասեն շատ լավ, ուզում եմ ներդրում անել Թաքթունում կամ Airblox-ում, հատկապես որ Equify հնարավորություն է տալիս փոքր եկամտով 10,000 դրամից սկսած, հա, եթե չեմ սխալվում։ Այսինքն կորստի գինն էլ շատ մեծ չի, հա, ըստ էության, եթե դուք խոսեցիք $1,000, $5,000 մասին, այստեղ փոքր է։ Որտեղից սկսել։ Հետաքրքիր հարց է, որովհետև մենք անցել ենք նման փորձով, որտեղ մարդիկ, ովքեր ներդրողներ են հանդիսանում, ավելի ավանդական ոլորտներում, անշարժ գույք եւ այլ, ովքեր հետաքրքրվել են մեր պրոյեկտով։ Իրանց համոզելը եղել է դժվար, որովհետև մենք ոչ միայն ՏՏ ոլորտում ենք, նաև այն ինչ մենք ենք անում, նույնիսկ ՏՏ ոլորտում տարբերվում է այն կոչվում է ինչ որ ասում ենք deep tech, որը շատ ավելի խորն է գնում եւ ցկտում է նոր ճարտարագիտություն ստեղծել։ Հիմա ես տեսել եմ նաև այլ ավանդական ներդրողների, ովքեր ցանկություն են ունեցել առաջին ծանոթանալ ոլորտի հետ։ Իսկ այդ առումով Հայաստանում շատ հեշտ է ու շատ լավ է, որովհետև համայնքը շատ հարուստ է։ Մենք ունենք բազմաթիվ ինկուբատորներ, աքսելերատորներ, ներդրումային ֆոնդեր, ներդրումային խմբեր, ոնց որ Այկան, Բանան եւ այլ, որոնք շաբաթը մեկ, ամիսը մեկ, եթե ոչ շաբաթը մեկ, կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ եւ հավաքում են տարբեր մարդկանց, տարբեր ոլորտներից, որպեսզի կարողանան առաջի հերթին իրանց, ասենք, կրթել, որպեսզի հետո կարողանան իրենց ներգրավել։ Ես կարծում եմ ու իմ փորձից ելնելով տեսնելով ոմանց ովքեր իսկապես եկել են զրոյից սկսել են ու մասնակցել են, հետաքրքրվել են, հարաբերություններ են ստեղծել ու ձգտել են ավելի լայն, ոնց ասեմ, պատկերը հասկանալ, թե ընդհանուր էկոհամակարգը ոնց է գործում եւ ոնց իրան կարող են դրա մեջ դեր կատարել, իրանց հաջողվել է ներդրումներ կատարել եւ նույնիսկ որոշ դեպքերում լավ վերադարձ ստանալ այդ ներդրման դիմաց։ Այսօր ես կարծում եմ, որ միակ իսկական լուծումը դա մտնել այդ աշխարհ, կրթվել, սկզբից ծանոթանալ բոլոր դերակատարների հետ եւ հետո կարողանալ հասկանալ արդյոք այս ոլորտը համապատասխանում է համապատասխան մարդու շահերին, թե այս ոլորտը շատ հեռու է եւ պետքա ներդրում չկատարել շուտ։ Շատ լավ, Ռաֆայել, լրացուցիչ հարցը ուզում եմ ձեզ ուղղել։ Դուք առավելապես ներդրումների համատեքստում, հա, կենտրոնանում եք հայ սպառողների, թե նաև դրսից ներդրումներ ունեք, այսինքն կարող են ներդրում անել եւ ինչպես եք կապ հաստատում կամ ինչպես եք տարածում։ Մենք առ այսօր անցյալ տարվանից ենք սկսել ներդրումներ ներգրավել, որ արտաքին ներդրողներ ներգրավել, ինչ եմ ասում արտաքին, որտեղ մեր կազմակերպության աշխատակիցները անձամբ ես բավական մեծ գումար եմ ներդրել, ի սկզբանե սկսելու այս պրոյեկտը, բայց անցյալ տարվանից սկսել ենք ներգրավել, մոտավորապես $500,000 շրջանակներում ներդրումներ ունենք պրոֆեսիոնալ ներդրողներից, որոնք թե անհատներ են եւ թե վենչուրային ֆոնդեր, երկու վենչուրային ֆոնդ կա եւ անհատներ կան։ Սա ինչի է կարեւոր նշել, որ որպեսզի կարողանաս ներդրավել նման գումարներ, պիտի ինչ-որ մեկը անի մանրամասն հետազոտում, հա, հասկանալ թե այդ կազմակերպությունը ինչ վիճակում է գտնվում եւ այլն։ Այդ ամեն ինչ մենք անցել ենք ու հիմա էլ դրսից նույնպես նորից ներգրավելու ենք նոր ներդրումներ։ Equify-ի հարթակը տալիս է հնարավորություն ներդրումներ անելու ոչ միայն հայերի, բայց օրինակ մենք Միացյալ Նահանգների կազմակերպություն ենք, մեր կազմակերպության գլխամասը Միացյալ Նահանգներում է եւ պարտավոր են ով որ Միացյալ Նահանգների հետ կապ ունի կամ Միացյալ Նահանգներից է, ամերիկացի է, լինի accredited, այսինքն պրոֆեսիոնալ ներդրող, ասենք, ասենք մնացած մարդիկ կարող են ավելի հեշտությամբ ներդրումներ անել տարբեր երկրներից, ոչ միայն Հայաստանից։ Ու մենք շարունակելու ենք ներդրումներ ներգրավել նաեւ արտասահմանյան ֆոնդերից, ոչ միայն Equify-ի հարթակի միջոցով ենք ներդրումներ ներգրավելու։ Այստեղ ավելի շատ հնարավորությունն է, որ իմ ընկերական շրջապատում համակուրսեցիներ, համադասարանցիներ, չգիտեմ, աշխատակիցներ եւ այսինքն մարդիկ, ովքեր որ երբեք այդ հնարավորություն չէին Երեք առաջին F-ը մեծ հաջողության մաս կազմելու երկրորդ F-ը առաջին ընտանիքներ family նաև ընտանիքը այսինքն մարդիկ ովքեր որ չունեին այդ հնարավորությունը որ ինչ որ ամերիկյան ստարտափում ներդրում անելու հիմա կկարողանան Equify-ի միջոցով Թաքթունի հաջողության մեջ մաս կազմելու
Դա է իմ կարծիքով ամենամեծ առավելությունը Equify-ի մեր համար, թե ինչ հնարավորություն ենք ստեղծում մեր շրջապատի, մեր էկոհամակարգի համար։ Նաև փոքր գումարով, որ նշեցինք։ Այո, հենց այդ առումով է հնարավորություն։ Վերադառնալով առաջին հարցին, ճիշտ ասած կուզենայի լրացում անեմ Հայկի ասացին, թե ոնց ընտրել, հա, ոնց որոշել։ Մի քանի ոնց որ խորհուրդ մարդու, որ ուզում է սկսնակազմակերպության մեջ սկսել ներդրումներ անել։ Առաջին պետք է արժի, եթե ստարտափի մեջ ես ներդրում անում, դա անել ոչ թե մեկ ստարտափի մեջ ու տենց լիքը կոպիտ ասած, այսինքն մեր դեպքում դե արդեն այդ ոնց որ հետազոտումները արված են, այդ մարդը կարիք չունի, այսինքն վստահելով Equify-ին, կարող է վստահել նաև բոլոր այն կազմակերպությունները, որ Equify հարթակում հայտնվում են, բայց ընդհանրապես ասած, ոնց որ խորհուրդ է տրվում շատ ներդրումներ անել։ Բոլոր ձևերը մեկ կողովի մեջ չդնել, ոնց որ բիզնեսը։ Քանի որ ռիսկային է, ցանկալի է թեկուզ ինչքան որ բյուջե ունես, որ պատրաստում ես ներդրումներ անել ստարտափների մեջ, բաշխես այդ բյուջեն բազմաթիվ կազմակերպությունների մեջ, իսկ ոնց ընտրել որոնց մեջ, որտեղ ստարտափները ահռելի մեծ քանակ են կազմում, հա, միայն Equify-ի մասին չի խոսքս, Equify փարթակի Espa-ին Equify-ում 2 ստարտափ է ցուցակված, բայց ընդհանրապես ասած շատ են։ Եվ որոշումը թե ոնց ընտրել, Warren Buffett-ին կարող եմ, այսինքն արժի հասկանալ, թե դու այդ ապագային հավատում ես, թե այդ ստարտափը ինչ է անելու։ Եթե այդ ապագա, որտեղ ստարտափը ապագա է վաճառում, կոպիտ ասած, ինչ-որ մի բան, որ դեռ չկա, ու դա այդ կազմակերպությունը ստեղծելու է։ Եթե այդ անձը այդ ապագան հավատում է եւ ուզում է, ինքը ուզում է այդտեղ ոնց որ հասնել, ապա արժի որ ինքը այդտեղ ներդրում անի։ Ու դա երևի ամենահեշտ ձևն է ընտրելու, թե որ ստարտափի մեջ ներդրում անել, բայց միևնույն է արժի բաժանորդագրվել։ Equify-ը ոնց որ տալիս է հնարավորություն, որ ոչ թե տենց ընտրովի անել, այլ բաժանորդագրվում ես եւ ամեն ամիս կամ ամեն երամսյակում ոնց որ նոր ստարտափ գալիս, դու մշտական ներդրում ես անում, որի արդյունքում քո հավանականությունը, որ դու որպես ներդրող հաջողության կհասնես, ահռելի մեծացնում ես։ Իսկ մոտեցին 10-ից 1-ը 100-ապատիկ, 1000-ապատիկ փող է բերելու, բայց պետք է շատ տեղ դնես, որ այդ 10-ից 1-ը լինի։ Շատ լավ, նաև այստեղ ինձ մոտ լրացուցիչ հարց առաջացավ շատ դեպքերում, քանի որ պետք է նաև արձանագրել, որ ժամանակակից մարդը իր էությամբ ծույլ է։ Եթե մենք մի բան պետք է դնենք, նայենք, ուսումնասիրենք, վերլուծենք, շատ քչերն են անում։ Պետք է օբյեկտիվ նայել, որ վարքագծային տեսանկյունից մենք հիմնականում սիրում ենք պատրաստի։ Ասա, ինչ անեմ, որտեղ դնեմ, անեմ, մեկ էլ ինձ ասա, ինչ եմ ստանալու։ Հիմնականում էլի որպես ներդրողի տեսանկյունից հարցերը։ Կան հնարավորություններ, որ օրինակ մարդը իր բյուջեն տրամադրում է, ենթադրենք ես ունեմ ամսվա կտրվածքով 100,000 դրամ բյուջե, դուք ինքներդ որոշեք, թե որ ֆոնդերում բաշխեք, որտեվ ես չեմ ուզում անընդհատ այդ ֆինանսական հարցերի մեջ խորանալ, հա։ Պարզապես ինձ ասեք ամսվա վերջին կամ կիսամյակ, տարվա 2 տարի հետո իմ եկամտաբերությունը որքան է լինելու։ Այսինքն ոչ թե ես մտնեմ եւ հասկանամ որտեղ ներդրում անեմ, որտեվ դա ինձանի ժամանակ գիտելիք է պետք, այլ դուք վերցնեք իմ գումարը, տնօրինեք, վերջում ինձ վերադարձնեք իմ եկամուտը կամ այդ ոնց որ վերջնական հաշվարկը։ Նաև շատ դեպքերում այս հարցերն են առաջանում։ Ես կարող եք փող լրացնելով արձագանքել։ Իրականում այդ ձեր նկարագրածը, այդպես նախ կան հատուկ անձնավորություն, այսօր բրոքերներ, հա։ Բրոքերներ, եւ ինվեստորներ, որոնք որ մեծ հարստություն ունեցող մարդկանց գումարները տնօրինում են։ Այդ ձեր ասած ձևով, դա պրոֆեսիոնալ մոտեցում է, կամ կան hedge fund-եր, որոնք որ էլի կոնգլոմերացված ու մի քանի տարբեր տեղերի ներդրումները մեկ տեղով հնարավորություն տալիս անել։ Դա hedge-ավորվող ֆոնդերն են, հա, ըստեյության։ Շատ ոնց որ ինձ թվում է շատ ճիշտ կլիներ պատասխանել Samsung-ը ներկայացնելով Equify-ը, որտեղ Equify-ն էլ է արդյունքում նման հնարավորություն ստեղծում։ Այսինքն մարդը Equify-ի մեջ ներդնելով իրականում հնարավորություն ունի տարվա մեջ 8 ստարտափի մեջ միանգամից ներդրում անել առանց հիշելու, իմանալու, մտնելու, այսինքն ինքը բաժանորդագրվում է, նախորդ ասած sense դրան է վերաբերում եւ արդյունքում միանգամից շատ ստարտափների մեջ կարողանում են ներդրում անել։ Թե դա ինչքանով է հեշտ ու բավականին հեշտ է, բայց իհարկե որոշակի փաստաթղթեր պիտի, որովհետեւ դու վերջը պայմանագիր ես ստորագրում, դառնում ես ներդրող ու բաժնետոմս ես ձեռք բերում, արդյունքում իհարկե լիքը ինֆորմացիա պիտի տաս հարթակին, որ թե կիբերամտանգային տեսանկյունից եւ թե հետագայում հաստատ այդ գումարը հետ ստանալու հնարավորություն ունենաս, հա, այսինքն որ այդ թղթաբանություն ճիշտ ձևի արվի իրավական տեսանկյունից։ Շատ լավ, դուք ինչ կավելացնեք, Հայկ։ Ֆինանսական գործարք, այսինքն այդտեղ արդեն ոնց Ռաֆայելը բնութագրեց, կան տարբեր միջոցներ կամ տարբեր
գործիքներ եւ կառույցներ, որ հնարավորություն են տալիս նման ներդրումներ կատարել, որտեղ մի որոշակի գումար բաշխվում է տարբեր ստարտափների միջև, դա VC-ներն են անում, hedge fund-ներն են անում, family office-ներն են անում, ու դա հանդիսանում է արդեն մաքուր գործարք, որովհետեւ այնտեղ ամենակարևորը թե որ ստարտափից կառաջանա շահույթ, վերադարձ։ Մնացածը, այսինքն արդեն կախված է համապատասխան ներդրողների ցանկությունից, թե իրանք ինչ մակարդակի ուզում են ներգրաված լինել ստարտափի հաջողության մեջ, ճանապարհի մեջ, այսինքն ինչքանով են իրանք ոչ միայն ուզում ներդրում կատարել, բայց ինչքանով են իրանք ուզում ներդրվել հենց բուն պրոյեկտի մեջ։ Ոմանց համար զուտ գործարքը, ոմանց համար դա ճանապարհը, հարաբերությունը, մասնակցությունը։ Հետո նաև շատ կարևոր է ստարտափ ոլորտում այսպիսի կարևոր միտք կա, որ դու ըստ էության առաջին հերթին ներդրում ես անում թիմի եւ գաղափարի մեջ։ Եթե դու այդ երկուսին չես հավատում, ըստ էության արդեն դժվար է այդ ճանապարհն անցնել, ավելի ներդրումների քանակը մեծացնել։ Եվ ուզում եմ ձեզ վերջին հարցը ուղղել, որտեղ գտնեն ձեզ։ Ու կուզենամ մի փոքր այդ ճանապարհային քարտեզը շատ sense բացված ներկայացնեք, որպեսզի նաև մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները, ովքեր որ ցանկություն կունենան մասը կազմել, շատ լավ կլինի, որ այդ ցանկությունը ունենան, անպայման հեշտությամբ կարողանան գտնել ձեզ։ Հայկ, սկսենք ձեզանից, Ռաֆայելը կլրացնի։ Առաջին հերթին մեր կայքի միջոցով ourblocks.io, բացի դրանից մեր օֆիսը Մոսկովյան 24 միշտ բաց է։ Կարող են նաև այցելել։ Կարող են այցելել։ Միանշանակ։ Շատ լավ։ Խորհրդատվության համար։ Խորհրդատվության համար, այցելության համար կապ չունի, մեր դռները բաց են։ Շատ լավ, Ռաֆայել, դուք։ Կայքը երևի ես էլ առաջինը նշեմ, tactun.com, դա մեր կայքն է, որտեղ ներկայացված է նաև վիդեոներ կան, կարող են տեսնել մեր պատվիրատուների խոսքը մեր մասին ու ծանոթանալ թե ինչով են զբաղվում Թակտուն կազմակերպությունը։ Եվ ինչպես Հայկը առաջարկեց, իրականում կարծում եմ, որ մեր դեպքում դա առավել կարող է հետաքրքիր լինի, քանի որ hardware, այսինքն սարքային ոլորտում ենք ու եթե այցելեն մեր գրասենյակ, որը Նոր Մարաշում է գտնվում, հասցեն կարծում եմ կարող ենք առանձին ասած, չգիտեմ ինչքան է, մեր կայքում տեղադրված է հասցեն, կամ Google Maps-ով կարող են գտնել, մեր դռները միշտ բաց են ու կարող ենք ցույց տալ, թե այդ ինչ ենք ստեղծում, այդ ուղեղը իրենից ինչ է ներկայացնում։ Այսինքն ձեր գործը մի փոքր ավելի հեշտ է, շոշափելի հնարավոր է տեսնել, հայկենց դեպքում մի քիչ ավելի ծառայություն է, այսպես կոդեր են։ Շատ լավ։ Այդ տեսնենց որ համեցեք, տեսեք, ծանոթացեք ու որոշում կայացրեք, թե ինչքանով ձեզ նման ներդրումը հետաքրքիր է թե ոչ։ Շատ շնորհակալություն ձեզ, Հայկ, Ռաֆայել, նաև մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ այսպես լրացուցիչ տեղեկացնել, որ իրականում հիմա շատ ենք խոսում նրա մասին, որ ֆինանսական նաև գրագիտության տեսանկյունից կարևոր է пассив եկամտի աղբյուրներ ստեղծելը։ Սա եւս пассив եկամուտ ստեղծելու տարբերակներից մեկն է, ավելի ինովացիոն, ավելի նորարարական, ավելի գիտելիքահեն, որովհետեւ եթե անշարժ գույքի մյուսի դեպքում ինչը շատ տարածված է, այդտեղ շատ գիտելիք ըստ էության անհրաժեշտ չէ։ Այստեղ նաև դու ավելի թռիչքաձև, ավելի աշխարհի մասշտաբով ինչ որ ինովացիոն բանի մասնակից ես լինում։ Դա շատ կարևոր է, որովհետեւ եթե իհարկե նպատակը միայն գումար աշխատելը չէ, այլ նաև կարևոր արժեքի մաս կազմելն է, այստեղ մեր ստարտափերը իրականում այդ խնդիրը լուծում են, որը որ 10-15 տարի առաջ ուղղակի չունեինք, այսինքն եթե նույնիսկ ինչ որ անհատներ այդ գիտելիքը ունեին, չկար այդ միջավայրը, հնարավորությունը գիտելիքը, այն համայնքները, որոնց մասին նշեցիք, Այկան, Hero House եւ այլն, ովքեր որ նույնիսկ քո ձեռքը բռնած փորձում են այդ ճանապարհը տանել, որպեսզի սխալմունքի աստիճանը ավելի քիչ լինի։ Ձեր գործերին շատ մեծ հաջողություններ։ Ես որպես շատ մեծ չէ, համեստ ներդրում անող, իրականում Equify-ում հիմա ուսումնասիրում եմ, որպեսզի նաև այդ փորձառությունը ինքս էլ ունենամ, որովհետև շատ կարևոր է։ Դա ապագայի բաներից մեկն է, հմտություններից մեկն է ըստ էության, որովհետև մենք անդադ խոսում ենք ֆինանսական գրագիտությունից եւ այլն, բայց ոնց են ժամանակին ավանդ դրել առնվազն որ հասկանաս օրինակ ոնց է աշխատում համագարքը, չէ՞։ Նույն դեպքում ժամանակակից մեր սերնդի համար, մեր ու մեզանից հետո եկող Generation Z-ն է, Alpha-ն է, չգիտեմ, արդեն Beta-ն է, իրանց համար սա լինելու է շատ կարևոր այդ գիտելիքները, հմտությունները իմանալը։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էինք Ռաֆայել Ղազապյանին, ով հանդիսանում է Թակտուն ընկերության համահիմնադիր տնօրենը, եւ Հայկը Մնացականյան, ով Airblocks ընկերության համահիմնադիր տնօրենն է։ Ձեր գործերին մեծ հաջողություններ։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն։